Ողջույն բոլորին, տեսնենք ով է գալիս, ձեր կյանք, ինչպիսին կլինի, ինչ կսիրի, ինչ կունենա, իհարկե, այդ ամենը գերեվակ քարտերի մեջ։ 3 տարբերակ է, պահեք 3 տարբերակից որևիցե մեկը, կամ եթե ինչ-որ մեկը չկա ձեր կյանքում, ապա կարող եք նաև ուղղակի պահել, բոլորը կամ նայել և հասկանալ։ Ի վերջո եկողը որ մեկն էր, բայց լավ կլինի, որ ինտուիցիայով գոնե մեկը պահեք։ Ինչ-որ չափով դա ամենայն դեպս ձերը կլինի, ոչ թե ուղղակի հենց այնպես նայելը։ Եթե չեք հասնում պահել, կարող եք կանգնացնել տեսանյութը և պահել, հետո արդեն վերադառնալ։ Իսկ մենք գնայինք առաջին տարբերակը։ Ով է գալիս առաջին տարբերակի կյանք։ Դե առաջին տարբերակում դեռևս ինչ-որ մեկն է, ով ավելի շատ իրեն է սիրում, աչի այդքան էլ լավ տարբերակ չի առաջինը, խաղ է խաղում, այդքան էլ լավը չէ, ոչ թե այդքան էլ, այլ ինձ թվում է, երկուսը մեկն է, երկուսը, և ինքը միայն իրեն է սիրում, և խաղ է խաղում։ Եթե ոչ, ապա նա կարող է ուղղակի լինել թատրոնի աշխատող և կարող է չհասկանալ իր զգացմունքները, ինչ զգացմունքներ ունի ձեր նկատմամբ, ճիշտ է արդյոք, ճիշտ է արտահայտվում, շատ բաներ կան, որ այստեղ կարող է դուք էլ չզգաք, դե դերասան ընդհանրապես շատ լավ կարողանում է խաղալ և հավանականությունը մեծ է, որ չկարողանաք նաև ճիշտ հասկանալ իր զգացմունքները։ Ուրեմն, նաև կամ աղջիկ երեխա ունի ինքը, կամ աղջիկ երեխա շատ է սիրում, նաև մեկ րոպե, նաև ամուսնացած է։ Այնպես որ առաջին տարբերակը թողնում եմ ձեզ, ձեր հայացողությանը, նա սիրում է միայն իրեն, դերասան է, կամ կյանքում է խաբում, կամ ուղղակի դերասանություն է անում, ձեր հանդեպ կամ հենց իրականում դերասան, ամենայն դեպս ինքը ամուսնացած է և աղջիկ երեխա ունի։ Հնարավոր է, եթե իր հետ կապ հաստատեք, կապվեք իրար հետ, դուք ևս առանձին այնտեղ աղջիկ երեխա կունենաք, բայց ոչ լիարժեք ընտանիք, այդպես։ Այսքան առաջին տարբերակի համար ամեն ինչ թողնում եմ ձեզ, ձեր հայացողությանը, միգուցե դերասան է, միգուցե ամուսնացած է, բայց ձեզ դուր է գալիս և ուզում եք շփվել, միայն այդ ամենը թողնում եմ ձեզ։ Եվ գնայինք երկրորդ տարբերակը, ովքեր որ պահել են։ Ով է գալիս երկրորդ տարբերակի կյանք, տեսնենք ով կլինի, ինչպիսին կլինի, ինչ կունենա, գոնե այս անգամ մի քիչ նորմալ է գա, դեռևս աղջիկ երեխա կա։ Հնարավոր է մարզում է բնակվում, հնարավոր է նաև մարզում որևիցե դաչա ունի, այնտեղ շշուտ է գնում գալիս, կամ հայրական տուն այնտեղ,
ինչ-որ բաներ չի ընկնում։ Ֆինանսապես ապահոված է։ Դամար երևի ավելի շատ կարող է այնտեղ տուն ունի։ Տուն, որտեղ որ գնում գալիս է, բայց այստեղ նայեք նաև դերասանա։ Կամ իրականում եւս էլի այդ մարդն էլ է դերասան, կամ իրոք դերասանություն է անում ձեր հանդեպ, ձեր նկատմամբ։ Աղջիկ երեխա կամ ունի, կամ բոլորին նույն բանն են գնում։ Աղջիկ երեխա կամ ունի, կամ իրար հետ աղջիկ երեխա կունենաք։ Նաև գումարով ապահոված է եւ բնակարան ունի արդեն մարզում կամ մարզում է բնակվում։ Այսքանը երկրորդ տարբերակի համար, չգիտեմ ինչու է այսպես։ Եվ կնայենք երրորդ տարբերակը, տեսնենք երրորդում ով կա, գոնե մի նորմալ հավեսով։ Տեսնենք երրորդ տարբերակը, ով է գալիս երրորդ տարբերակների կյանքը։ Միգուցե արդեն եկել է եւ դուք իրան ճանաչեցիք։ Պետք է հասկանաք, որ մնացած ընդունելությունը իրեն կընդունեք ձեր կյանք, թե ոչ, արդեն դա միայն ձեր որոշումն է, ուրիշ ոչ ոքինը։ Հետաքրքիր է, որ երեքն էլ նմանատիպ ինչ-որ մարդկանց է ցույց տալիս, ուրեմն կարող է ընդհանուր մեկն է գալու, նայեք էլի ամուսնացած, ինչ-որ հստակ մեկին է ցույց տալիս, երեք տարբերակում էլ, որ ընդհանուր մեկն է, եւ նայեք այստեղ նաեւ երեխաներին չի սիրում, կամ կարող այլևս չի ուզում երեխաներ, կամ չի սիրում, ես օրինակ 2 օր առաջ մեկին տեսա տան հետ կապված, ինքը հենց բառից բուն իմաստով հենց շեշտեց, որ ինքը երեխաներ չի սիրում, տանել չի կարողam երեխաներին, հետո խոսքը իբր փոխեց, էլի դե որ փչացնում են, սենց, դե չէ, արդեն ասեց, որ չի սիրում, մեծ մարդ էր իդեպ, դա մայլ հիվանդ էր, նման մարդիկ այդպես են լինում, այստեղ նաև էլի աղջիկ երեխա, այս ինչ հետաքրքիր է։ Ուրեմն այս անգամ եկել է, որ կամ իրար հետ կունենաք էլի աղջիկ երեխա կամ նաև աղջիկ երեխա կունենա վայնի է աշխատում կամ ոստիկան է կամ ինչ-որ նմանատիպ վարույթը վայր, որտեղ որ կրում են ուսադիրներ, սիրտը կոտրված է, պետք է իրեն ճիշտ ընդունել, նաև ունի կամ մարզում է ապրում կամ այնտեղ ինչ-որ տուն ունի կամ դաչա ունի, ամուսնացած է, բայց իդեպ ասեմ, եւ երեխաներ չի սիրում։ Եթե ունի արդեն մեկ աղջիկ, ամուսնացած է եւ եթե փորձի ձեզ հետ շփվել, կարող է սիրտը կոտրված է կնոջ հետ կապված կամ ամուսնու հետ կապված ինչ-որ խնդիրներ ունի եւ հիմա այլևս ոչ մի երեխա, ոչ ոքից ոչ ուզում է, ոչ պատրաստվում է երեխա ունենալ։ Այսքանը ձեզ համար։ 3 տարբերակն էլ նմանատիպ մարդիկ եկան, մնացածը պետք է դուք ինքներդ որոշեք, եթե այստեղ չկար ձերը, ապա մյուսին կարող եք նայել։ Մյուսում կարող է գալ ձեր ասպետը կամ ձեր հարսնացուն, ում որ շատ եք սպասում, ում որ ուզում եք, որ լինի ձեր կողքին, հենց ձեր ուզածով։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր կյանքը միայն լավագույնը։ Լավ եղեք։